38 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներն ամբողջությամբ վերացնելու ծրագրերը դարձյալ հետաձգվում են այս անգամ հավանաբար ևս 5 տարով։ Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանին բնակարանի խնդրով դիմեցին, նա վերջնաժամկետ նշեց 2031 թվականը, այսինքն մինչև հաջորդ ընտրություններ։ Առաջիկա 5 տարում պետք է 2031 թվին պետք է Գյումրիում դոմիկ չլինի։ Այնինչ, հենց Փաշինյանի կառավարությունն էր խոստացել անօթևանության խնդիրը լուծել մինչև 2027 թվականը։ Ընդհանրապես այս հարցը ակտիվանում է հիմնականում համապետական ընտրությունների ժամանակ։ Աղետի գոտին վերականգնելու սովետական կիսավարտ ծրագիրն ավարտելու խոստում տվել են Հայաստանի բոլոր կառավարությունները։ Գործող կառավարությունը փայտե տնակներից ազատվելու որոշում կայացրել էր 2022 թվականին, բայց վերջին 4 տարում պետական մակարդակով բնակարանային որևէ ծրագիր չի իրականացվել։ Միայն Հայաստան համահայկական հիմնադրամն է 4 շենք կառուցել տնակում ապրող անապահով ընտանիքների համար։ Պաշտոնական տվյալներով այս պահին միայն Գյումրիում 2465 տնակ կա հաշվառված, բայց պետությունը փոխհատուցման պարտավորություն է ստանձնել միայն 596 ընտանիքի նկատմամբ։ Երեկ այս հարցը կառավարությունում է քննարկվել, բայց թե կոնկրետ ինչ է որոշվել, ինչ ճանապարհով են լուծելու հարցը, վարչապետի գրասենյակը մանրամասներ չի հայտնել։ Կորուստների տեղը ստեղ կտնեմ ես բալոնի հետևը, այստեղ, գազ չունեմ, բալոն կվառեմ, այստեղ է կռիսի բունը, այստեղ է։ Գյումրիի տարբեր թաղամասերում, ժամանակավոր կացարաններում տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքներ են ապրում։ Ոմանք տուն են ստացել, վաճառել ու կրկին տնակում հայտնվել։ Գոհար Խաչատրյանը երկրաշարժին բնակարան չի կորցրել, Վարձով է ապրել, բայց քանի որ 5 անչափահաս երեխա է ունեցել, առաջնահերթ բնակարան են հատկացրել։ Բազմազավակ եմ եղել, 4 սենյակի մեջ էի գրանցված, լավ կհիշեմ, ես հատապես 98 համարն է եղել։ Հետո գնացին նորից քաղաքապետարան, դիմեցի, ասեցին մենք հիմի չունենք 4 սենյականոց, ոչ միտեղ չկան, ունենք հիմա 2 սենյականոց, բեր 2-ը տանք, 2-ը թողին հերթի մեջ։ Հետո գնացի, դիմեցի, ասեցին չկան, ստացել է 4 սենյակի տեղը 2 տանիք բրծա, ոպսո։ 2 սենյականոցը վաճառել է որդու մահից հետո, այս տնակում ապրում է արդեն 27 տարի։ Ծանուցում ստացել է, որ տնակը պետք է ազատի, բայց չգիտի ուր գնա։ Ես անիմուր էստան երեխեքին, լավ եմ տոմիկս կմնան, երբ որ եղավ։ Բնակարան ստացած, վաճառած, ապա տնակ տեղափոխված ընտանիքներին 1 տարվա վարձավճար է առաջարկվելու։ Դրանից հետո արդեն ամեն մեկն ինքն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Սոցիալապես անապահով ընտանիքն ի վիճակի չէ հետո ոչ բնակարանի վարձ տալ, ոչ առավել ևս բնակարան գնել։ Ինչ ճաշտեցիմ, աշխատանք չկան, ոչ մի բան չկան, ինչ ենեմ ես։ Թողնես այս համիկվա պետությունը ընտառաջ է, 2 սենյակը մեզ։ Տիկին Գոհարի հարևաններն են Հակոբյանները, 11 հոգանոց ընտանիքը տնակում այլևս չի տեղավորվում, մի մասը Վարձով տուն է տեղափոխվել, մյուսները 37 տարի արդեն քայքայված տնակում են ապրում, խոնավության ու կոմունալ տարրական պայմաններից զուրկ։ Երկրաշարժի ժամանակ նրանք էլ բնակարան չեն կորցրել, հետևաբար անօթևանի կարգավիճակ չունեն։ 89 թվականից հենց ըստեղ եմ ապրել մինչև այսօր։ Մի անգամ դուրս չեմ ելել տնագից, չեմ ունեցել որևէ հուսադրող տեղ, որ երեխեքիս հավաքեմ էստամ։ Երեխեքս բուջուր էին, մսուրահասակ, ամուսնացել են, մի իրանց բալիկներն են արդեն ծնվել, մեծացել, էստեղ, բլարիվ էստեղ։ Սիրանուշ Հակոբյանը ևս պնդում է, որ առանց պետության օգնության ի վիճակի չեն լինի բնակարանի հարցն ինքնուրույն լուծել։ Ու մարդիկ կսեն, այս տարի է տանհույս չեղավ, այս տարի է մի բանում չեղավ, էլի կսեմ ուղղակի հույսս վերև Աստված ու մեր պետական այրերը, հնարավորության սահմանում ուղղակի խնդրում եմ, մեր որևէ հնարամ բնակարանային, բայց գումարային հնարավորություն չունեմ ես որևէ գումար ծախսելու։
Փոխհատուցում չստացած ընտանիքներին կամ ֆինանսական աջակցություն է տրամադրվելու կամ սոցիալական բնակարան, սա կառավարության նախորդ որոշմամբ է սահմանված։ Մինչև 2031 թվականն արդյոք կվերանայվեն տնակներում ապրող ընտանիքների նկատմամբ մոտեցումներն առայժմ հստակ չէ։ Հստակ է, որ կառավարությունն արդեն պետք է հապամոնտաժած լիներ խարխուլ տնակները։ Մինչդեռ 3 պաշտոնյաները դեռ քննարկում էին և փոխհատուցման տրամադրման և տնակների ապամոնտաժման մեխանիզմները, որպեսզի մեջբերեմ խնդիրը վերջնական լուծում ստանա։